Ազգային ժողովի հարգարժան պարոն նախագահ, հարգարժան պատգամավորներ, Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին եւ Ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար Հանրապետության նախագահն առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Թույլ տվեք հակիրճ ներկայացնել պարոն Վարդանյանի կենսագրությունը։ Ծնվել է 1979 թվականի օգոստոսի 26-ին Երևան քաղաքում։ 1986-96 թվականներին սովորել է Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցում։ 96-2000 թվականներին սովորել է Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ավարտելով ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։ 2002 թվականին ավարտել է Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։ 2002-2004 թվականներին պարոն Վարդանյանը սովորել է Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ասպիրանտուրայում միջազգային իրավունք մասնագիտությամբ։ Այնուհետև 2004 թվականին տեղափոխվել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա, որն ավարտելով 2005 թվականին, նույն թվականին Պետական համալսարանի խորհրդում պաշտպանել է ցեղասպանության հանցագործության համար պետական պատասխանատվության միջազգային իրավական հիմունքները թեմայով ատենախոսությունը, ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան միջազգային իրավունք մասնագիտությամբ։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 2003 թվականին Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության մասնագետ, 2006-2013 թվականներին զբաղեցրել է նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչի, իսկ 2013-2016 թվականներին իրավախորհրդատվական ծառայության պետի պաշտոնները։ 2016-18 թվականներին աշխատել է որպես Սահմանադրական դատարանի խորհրդական, իսկ 18 թվականի ապրիլից մինչև 19 թվականի հունվարը զբաղեցրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ 2019 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, այնուհետև Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2021 թվականից մինչ օրս հանդիսանում է Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր եւ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2005-2020 թվականին համատեղությամբ դասավանդել է Երևանի Պետական համալսարանում, 2008-2015 թվականներին դասախոսել է նաև հայ-ռուսական սլավոնական համալսարանում, իսկ 2014-15 թվականներին հանդիսացել է նաև նույն համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար։ 2019 թվականից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատվիրակության անդամ է։ Ներգրաված է եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մի շարք հանձնաժողովների աշխատանքներում, տարբեր տարիներին զբաղեցնելով վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահի, արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահի, մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորի ընտրության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնները։ 2020-22 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մահապատժի վերացման հարցերով գլխավոր զեկուցող։ 2026 թվականից զբաղեցնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնամխելիությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ 2019 թվականից հանդիսանում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ազգային ժողովի պատվիրակության անդամ, 2021 թվականից առ այսօր հանդիսանում է վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ։ 2021 թվականից Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամ է, 2025 թվականի դեկտեմբերին ընտրվել է Վենետիկի հանձնաժողովի միջազգային իրավունքի ենթահանձնաժողովի փոխնախագահ։ Վլադիմիր Վարդանյանը մեկ մենագրության եւ 2 տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ Ունի 2 զավակ, հակիրճ այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար։